Բարև ձեզ հարգելի լրագրողներ, առաջիկա մի ժամվա ընթացքում պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին։ Խնդրեմ։ Առաջին հարցը կներեք, պարոն Փաշինյան, կամփոփեք ձեր IT արդյունքները Ռուսաստանի Դաշնություն եւ կխնդրեմ նշել կոնկրետ ինչ համաձայնություններ են ձեռք բերվել եւ կոնկրետ որ ուղղություններով։ Շնորհակալ։ Մի շարք ուղղություններով ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություններ, գործնականում մեր օրակարգի բոլոր ուղղություններով ենք ձեռք բերել կոնկրետ պայմանավորվածություններ, մշակույթից սկսած ռազմատեխնիկական համագործակցությունով ավարտված եւ այցը գնահատում եմ շատ հաջող։ Պարոն Փաշինյան, ԳԽ եւ ԱԺ 4 գումարումների падգամավոր Ռուբեն Հակոբյանը տարբեր հաղորդումների եւ իր գրառումներով վկայակոչելով մի շարք փաստեր, ձեզ մեղադրում է պետական հանցագործություն կատարելու մեջ։ Ինչի համար ըստ նրա վաղտերից դուք պետք է պատասխանատվության ենթարկվեք։ Ահա պարոն Հակոբյանի կողմից ներկայացված մի քանի փաստարկներ։ Դուք ըստ նրա հրահանգելով փակել եք դատարանները, տապալել եք պետության սահմանադրական կարգը, օգտվելով ձեր վարչապետի կարգավիճակից ԱԺ-ամբիոնից, ըստ նրա խոստովանել եք, որ զոհաբերել եք հազարավոր զինվորների կյանք, ձեր իշխանությունը պահպանելու եւ ձեզ դավաճան չկոչելու համար։ Ստեփանակերտում հայտարարելով, որ Արցախը Հայաստանի եւ վերջ, ըստ նրա սադրել եք 44-օրյա պատերազմը, ինչը ըստ նրա լեգիտիմ առիթ է տվել թշնամուն սկսել պատերազմը, ինչի արդյունքում ըստ նրա էթնոզտել ու գլխատել են Արցախը։ 22 թվականին Պրահայում հայտարարելով, որ Արցախը մաս է կազմում Ադրբեջանին, ըստ նրա խախտել եք 1992 թվականի ԳԽ կողմից ընդունված հայտնի որոշումը, ինչը լեգիտիմ իրավունք է տվել ադրբեջանական կողմին միջազգային օրենսդրության շրջանակում պահանջել մինչև $150 միլիարդ հատուցում Հայաստանից։ Ըստ նրա, եթե ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը, ապա ներկայացնողը պետք է ենթարկվի խիստ պատասխանատվության, իսկ եթե թվարկված փաստերը ճիշտ են, ապա դուք պետք է ազատեք վարչապետի պաշտոնը եւ ՀՀ սահմանադրությունը, մեր օրենսդրության ու միջազգային կոնվենցիաների պահանջների համաձայն ենթարկվեք պատասխանատվության եւ հայտնվեք համապատասխան վայրում։ Ծանոթ եք արդյոք ձեզ ներկայացված այս մեղադրանքներին եւ պարոն Հակոբյանի կողմից նշված երկու հնարավոր լուծումներին։ Ոչ։ Եվ ինչ կասեք այդ մեղադրանքների մասով, պարոն վարչապետ։ Ձեր հասցեին ինչ է։ Ես ձեր հարցին պատասխանեցի։ Պարոն Փաշինյան, ես այսպես սկրիններով եմ եկել։ Մակուլատուրա չի կարծում եմ։ Ինչ-որ մեկը կօգնի, կարճ չեմ սապանից։ Սա ձեր ընտանեկան լուսանկարն է, պարոն Փաշինյան, դուք եք Աշոտն է, Մարիամը, ձեր նախկին կինը, մի խոսքով բոլորով եք Արցախում։ Դուք այս նկարը հրապարակել եք Արցախի անկախության օրը ու գրել եք, որ դա մեր համար պատմական օր է, ազատ Արցախ մեծատառերով։ Ու ճիշտ եք արել, որովհետև երբ որ դուք եկաք իշխանության, մենք ունեինք այսա։ Արցախն էլ հետը։ Հետո այս մասը այսենց կտրեցի, ասեցիք դե այս մասը մերը չի, այս մասը Ադրբեջանինն է։ Երեք էլ Պուտինին ասում եք, որ ինքն է Ադրբեջանի տվել։ Այս մասը թողեցիք։ Հիմա դուք շրջում եք տարբեր դռնեդուր մարզերով, այս սրանով մեզ էլ ասում եք Արցախի անունը հանկարծ չտակ, ով Արցախի անունը տվեց ինքը սադրիչ է, ինքը պատերազմի հրահրող է։ Ու Ալեն Սիմոնյանն էլ ասում է, ինչ ա ուզում եք հարձակվեն մեր վրա, Երևանից մի հատ ուճուրիկ բան թողեն, մեզ բոլորիս արգելում եք Արցախի անունը տալ, ձեր խոսույթը հարմարեցրել եք այնպես, որ Ալիևը ձեզանից գոհ լինի։ Ու հատուկ Ալիևի համար դուք ունեք հետևյալ վիդեոն։ Ես հիմա միացնեմ այդ վիդեոն կարճել։ Սա դուք եք ասել, բայց մարդ ես կարող է Ալիևի մատը կպնի, միանիք մի հատ ուրիշ վիդեո միացնի ու շատ անհարմար բան ստացվի, խայտարակ ունենք, օրինակ այս վիդեոն։ Տեղից հետո կարճ ասած Արցախի հանրապետությունն է։ Կարծիքով
տեղ գյուղը խորհրդանշում է Հայաստանի եւ Արցախի միասնությունը, Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների միասնությունը։ Տեղից հետո այս երկու վիդեոների մեջ տարբերությունը մի քանի ամսվա է, պարոն Փաշինյան։ Հիմա հարց, եթե դուք այսօր մի բան եք ասում, վաղը լրիվ հակառակ բանն եք ասում, ո՞նց ձեզ հավատանք, որ վաղը չէ մյուս օրը արդեն ոչ թե սրանով դուք կշրջեք, այլ այստեղից, ասենք, այս Սյունիքի հատվածը այսպես կտրած կլինի, այստեղ Գեղարքունիքի մարզը կտրած կլինի, Սևանա լիճը արդեն տված կլինի Ալիևին, այսպես sense պատրած կլինի, ու այս հրաշած արդեն քարտեզ, այսպես կդնեք դոշին, ու կասեք դե ժողովուրդ ջան, այս 16000 քառակուսին է մերը, դրանից ավել մենք չունենք։ Եվ երկրորդ հարցը վախկոտ գեներալների հետ կապված։ Դուք հայտարարում եք, որ մեր գեներալները վախկոտ են։ Ինչ եք դուք ուզում, որ մեր երեխաները, մեր թոռները հպարտանալու ոչ մեկին չունենան, այսպես ջնջոցը վերցրած ջնջեք մեր հերոսներին, մարդկանց։ Այսօր Եռաբլուրում կրված տղերքից մեկը ասում էր, որ դուք հրամայել եք, որ նոյեմբերի 5-ին դիրքերը թողնեն ու հետ վերադառնան։ Դա ձեր հրամանն է եղել։ Դուք նրանց ասում եք կրված չեն, էշեն։ Դուք ձեր թիմակիցներ Արցախյան 3 պատերազմների ժամանակ ինչ քաջագործություններ եք արել, ինչ սխրանքներ եք արել, որտեղ եք դուք եղել Արցախյան պատերազմի ժամանակ, դուք 3-րդ պատերազմի ժամանակ բունկերում եք եղել, ձեր թիմակիցներն առհասարակ որտեղ են եղել, ինչ եք ուզում, որ ձեր արձանը կառուցեն, ասեն, որ դուք ապրիլյան քառորյա պատերազմին մայիսին գնացել եք մի հատ փոս եք փորել, ասեն, այդ ինչ սխրագործությունների շնորհիվ եք այդ փոսը փորել, մենք չունենանք հերոսներ, պարոն Փաշինյան, շնորհակալություն։ Ավարտեցիք, կարելի է ձերն առաջի քարտեզը կտորները։ Տեսեք, այս ձեր ցույց տված քարտեզի վրա, այս մի կտորը գույն չունի, ընդհանրապես գույն չունի։ Եվ այն ինչ որ դուք նկարագրեցիք Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովրդին եւ մեզ բոլորիս աշխարհաքաղաքական թակարդից դուրս բերելու process-ը գիտակցության եւ գիտելիքի արդյունքում եւ ես հպարտ եմ, որ առաջնորդել եմ այդ գործընթացը։ Ինչ որ դուք նկարագրեցիք, դա մի process է, որ ես միջին վիճակագրական հայաստանյան մտածողությունը կարողացել եմ հաղթահարել, ինչի արդյունքում մենք այսօր ունենք անկախ ինքնիշխան պետություն։ Ինչ վերաբերվում է նրան, որ դուք ասում եք, որ ես ձեզ արգելել եմ Արցախ բառը ասել, դուք 5-6 անգամ այստեղ Հայաստանի Հանրապետության կառավարության շենքում այդ անունը ասեցիք։ Ես ուրիշ բան եմ ասում, ես ասում եմ, որ մենք պետություն ենք եւ պետք է հասկանանք, որ ասված ամեն արտահայտություն, արված ամեն քայլ ունի արժեք։ Որևէ արժեք, այդ արժեքը կարող է լինել պոզիտիվ, այդ արժեքը կարող է լինել նեգատիվ եւ ամեն ինչ ունի իր պատճառը հետևանքային կապերը եւ սա պետական գիտելիք ձեռք բերելու շատ կարեւոր մի գործընթաց է։ Ես չեմ ասել, որ գեներալները վախկոտ են, ես ասել եմ կան վախկոտ գեներալներ եւ դասալիքներ եւ այո, նրանցից շատերը դատվում են։ Մյուս մենք ունենք թալանչի գեներալներ, որոնք անցնում են ապօրինի գույքի գործով եւ մենք ունենք կոռուպցիայի գործերով անցնող գեներալներ եւ գեներալի ուսադիրը ոչ մեկին ընդհանրապես ես կարծում եմ, որ մենք հերոս բառը պետքա շատ զգուշ օգտագործենք, որովհետեւ այնքան օգտագործել ենք այդ բառը, որ ըստ էության ստացվում է, որ մենք իրական հերոսներին լղոզել ենք վերբալ հերոսների մեջ։ Այո, մենք եթե այդպես չլիներ, կամ այդ ինչ նորություն է, որ մի հատ էլ նորից բան են դարձրել, վիճարկման առարկա են դարձրել։ Այն որ մենք տասնյակ հազարով մարտական առաջադրանքը կատարելուց հրաժարված մարդիկ ունենք, այսինքն այդ էլ պետք է ումից ենք թաքցնում, ուզում եմ հասկանամ, ումից ենք թաքցնում։ Այն որ որևէ ժամանակ որևէ ստորաբաժանում ի տարբերություն 44-օրյա պատերազմի, ներողություն 4-օրյա պատերազմի զենքի ոչ մի պակաս չի ունեցել։ Այդ փաստը պետք է առերեսվենք, թե չէ։ Ոչ մեկը որևէ զենքի պակաս չի ունեցել։ Ես նախորդ անգամ էլ ասի 2023 թվականի իրադարձությունների ժամանակ անվտանգության խորհրդի
նիստում քննարկում ա եղել եւ բնականաբար մենք տեղեկություններ ունեցել ենք, թե սեպտեմբերի դրությամբ Ղարաբաղի դիրապետության տակ ինչ զենք զինամթերք ա եղել եւ ինչ հատված կա մտել process-ի մեջ։ Չնչին աննկատ մասը եւ այս խոսույթին հակադրել զոհերի գործոնը կներեք այդքան է պրոֆեսիոնալ չի, ես բոլոր զոհերի առաջ ծնկի եմ գալիս եւ խոնարհվում եմ, բայց դա մեկը մյուսի հետ կապ չունի։ Նոյեմբերի 5-ին գիտեք ինչ, այդ խոսույթները, գիտեք, մարդիկ թող իրանց փախնելը, թող իրանց ճողոպրելը չկապեն իմ հրամանների հետ։ Ես նման հրամաններ չեմ տվել։ Մարդիկ ուզեցել են այդպիսի հրամաններ ստանան, ես այդպիսի հրամաններ երբեք չեմ տվել։ Այդ ով որ տենց բան ասում է, ինքը ճողոպրողների բանակից է։ Ես ներողություն եմ խնդրում բոլոր այն մարդկանցից, ովքեր իրենց քաղաքացիական եւ զինվորական պարտքը մինչեւ վերջ կատարել են, երբեմն կարող է տպավորություն ստեղծվել, ոչ թե խոսակցության մեջ ստացվում է, որ թացը չորին խառնվում է։ Ես երբեք թացը չորին չեմ խառնում եւ մարդկանց եւ իրերը կոչում եմ իրենց անուններով։ Այո, մենք ունեցել ենք վախկոտ գեներալներ, կոռուպցիայի արդյունքում գեներալ դարձած մարդ ինչ պետք է լինի։ Ծառայության արդյունքում բանում դիրքերում բանի պահածոների բանկաները կախել են, իրանց դղյակները Երևանի կենտրոնում սարքել, չգիտեք, այսինքն ինչ բա դուք էլ ուզում եք մեր երեխեքին խափենք եւ այդ մարդկանց, որոնք ոչ իրենց ֆիզիկական ֆորմայով կամ ընդհանրապես այդ զինվորականի տեսքա, փորները 3 մետր դեմը գցած գեներալը ո՞րն է։ Այդ զինվորականի տեսքա ընդհանրապես։ Լուրջ եք ասում։ Այսինքն դասեք նախ սուրեմ էլի զինվորական ծառայություն ուրիշ բան է, զինվորական ծառայությունը պետք է ստանդարտ ունենա, զինվորականը պետք է ֆիզիկական պատրաստության որոշակի ստանդարտի համապատասխանի, բա որ հետո մարդկանց հետ բաներ են տեղի ունենում, ասում ենք ինչի են տեղի ունեցել, որտեղ մարդիկ կամ ֆիզիկապես կամ հոգեբանորեն պատրաստ չեն դրան, պատրաստ չեն լինում, ես պնդում եմ, որ մենք ունեցել ենք Եվ այսա ընթացքում կպարզվի, մարդիկ եկել են Ղարաբաղից ստեղ բան են լնում, կներեք արտահայտությանց տղամարդամիշ են լնում, բայց բան են եղել, 44 օրյա պատերազմի ժամանակ նրանց պատմությունները, որ ուսումնասիրում ենք, մեկը խուճապ տարածող ա եղել, մեկը դասալիք ա եղել, մեկը որդուն դիրքերից փախցնող ա եղել, այդ հիմա հեշտ է օպերայում գալ կանգնել դոշ ծեծել Կպարզվի, ում որ կպարզվի, հերթով անունները կտանք և կդատվեն այդ մարդիկ, Եվ ես հույս ունեմ, որ Հայաստանի դատական համակարգը այդ մարդկանց հետ կվարվի այնպես, որ իրանք որ կոչմանը արժանի են, գան այդ կոչմանը հարցնեն, այսինքն շարքային։ Նրանք պետք է այդ կոչումներից զրկվեն, որովհետև այդ ուսադիրները կրելու իրավունք չունեն։ Շնորհակալություն, հաջորդ հարցը Նարեկ Կիրակոսյան։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, դուք մշտապես խոսում եք կրթության կարևորության մասին, նաև հրապարակումներ եք անում այն մասին, որ դուք այժմ կրթական ծրագրի եք մասնակցում Հայաստանի Պետական Կառավարման Ակադեմիայում։ Պարոն վարչապետ, ուզում եմ հարցնել, արդյոք կրթվածության հետ կապ ունի, օրինակ կրթական միջավայրում, ուսումնական հաստատությունում արտոնյալ կարգավիճակ ունենալը։ Մենք տեսնում ենք ձեր ռիլերից, որ ամեն անգամ Պարոն վարչապետ, ձեր կարծիքով ինչու է Ռուսաստանի Դաշնության նախագահը խնդրում թույլ տալ, որպեսզի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները մասնակցեն այստեղ խորհրդարանական ընտրություններին, եւ արդյոք նա տեղյակ չէր, որ այդ մարդիկ չեն կարող լինել ոչ падգամավորի թեկնածու, ոչ վարչապետի թեկնածու, եւ ինչ ցույց տվեց Վլադիմիր Պուտինի այս առաջարկը։ Գիտեք, ես կարծում եմ Ռուսաստանի նախագահը առավել եւս հաշվի առնելով երկրի մասշտաբները եւ այն օրակարգը որի հետ ամեն օր առնչվում է Ռուսաստանի նախագահը, ինքը ուզենալ չի կարող այդ մանրամասների մեջ մտնել։ Եվ բնականաբար, գիտեք, շատ դեպքերում ես էլ տեղեկություններ, որ փոխանցում եմ, ոչ թե իմ անձնական
հետազոտության արդյունքում ձեռք բերած տեղեկությունն են փոխանցում, այլ ինձ զեկուցված տեղեկություն։ Եվ կարծում եմ, որ այդ նյուանսի մասին առնվազն իրեն տեղյակ չէին պահել այդքան բան։ Այսինքն այստեղ Ռուսաստանի Դաշնության դուք պատկերացնում եք Ռուսաստանի Դաշնության նախագահի օրակարգը, որևէ նախագահի օրակարգ, բայց Ռուսաստանի մասշտաբները մի հատ տեսեք։ Էլ չեմ ասում, ով պատասխանատու է ոչ միայն իր երկրի օրակարգի համար, այլև միջազգային առանցքային դերակատարներից մեկն է։ Այսինքն ինքը պիտի այդքան մանրամասներ ուսումնասիրեր Հայաստանի սահմանադրությունը եւ օրենքները, իհարկե ոչ։ Իրեն պետք է կամ եթե տեղեկացնում էին, ամբողջական տեղեկացնեին։ Շնորհակալություն, հաջորդը։ Եվ ես այն ինչ որ չէր արվել, պարզապես իրեն տեղյակ պահեցի, որ տես նրբություն կա։ Պարոն Փաշինյան, քանի որ վերջերս հաճախ եք խոսում լրագրողների անվտանգությունից, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ես այն լրագրողն եմ, որը ձեր իշխանության լրագրող Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակահատվածում ամենաշատն է տուժել, 2 քրեական գործ կա, որով ես տուժող եմ, ձեր աջակիցները հարձակվել են իմ վրա, օրինակ վերջին դեպքը եղել է Մայրաթոռի բակում, հարվածել են, ես տուժող եմ, բայց այն անձով տեսախցիկի առաջ ուղիղ եթերում հարվածելա այդպես էլ չի հայտնաբերում, մեղադրյալ չկա։ Երևանի ավականու ընտրությունների ժամանակահատվածում ինձ հարվածել են դրոշի կոթով էլի ձեր աջակիցները, իմ օպերատորին շշով, բայց էլի մեղադրյալներ չկան։ Ինչպես է ստացվում, որ ձեզ դեռ չկպած մարդիկ հայտնվում են քրեակատարողական հիմնարկում, իսկ մեզ հարվածողները, մեզ խոչընդոտողները, մեր ընտանիք ներխուժողները, մեր նկատմամբ ֆեյքային արշավ իրականացնողները այդպես ազատ շրջում են։ Ձեր այրունը կարող է մեր այրունից կարմիր է, ու եթե ձեզ հանկարծ մի բան լինի ողբերգություն է, բայց մեզ մի բան լինի, դա ողբերգություն չէ։ Սա է ձեր արդարադատությունը, սա է Նիկոլ Փաշինյանի ժամանակահատվածի արդարադատությունը եւ արդարությունը, այսպես է խոսքի ազատությունը։ Ես հիմա դուք քարոզարշավ եք իրականացնում, շատ հաճախ որոշում եմ չգալ այդ քարոզարշավին, որովհետեւ մտածում եմ, էլի այդպես խմիչքի ազդեցության տակ վստահ եմ դա ասում, խմիչքի ազդեցության տակ այս ու այն մարզից բերված անձիկ կարող են հարձակվել ին վրա ու ոստիկանների աչքի առաջ ու որևէ մեկը պատասխանատվության չենթարկվի։ Խնդրում եմ, երբ որ խոսում եք լրագրողների անվտանգությունից, հիշեք, որ այսպիսի լրագրողներ էլ կան, կարող եմ տեսանյութերը հերթով ձեզ ավելի ուշ ցույց տալ, խնայելով ժամանակահատվածը եւ նաեւ հարցը հետեւյալներ, սա է լրագրող Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակահատվածի արդարադատությունը եւ ձեր այրունը մեր այրունից կարմիր է եւ հաջորդ հարցը ներողություն ես հարցը դիտարկված դուք ասել եք կառավարության հարցով պատասխանի ժամանակ դիտարկված ժողովրդության մենք գնացել ենք 2020 թվականին եւ արդյունքում ձեռք ենք բերել պետություն եւ անկախություն դրանից առաջ այդ բոլոր ժողովրդությունների ենթակա մենք չենք եղել մեր սարել են կարապնարան եւ զոհել են իրենց շահերին այսպիսի հայտարարություն է կարելի որի արդյունքում եւս մեկ անգամ խաղացել եք զոհված զինվորների ծնողների այսպես նուր լարերի հետ նրանք հանցագործություններ են իրականացրել հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել դատախազություն դեպ առաջին հանցագործության մասին հաղորդում չի եւ շատ հետաքրքիր զարմանալիներով դուք այդպես ոչ վկայի կարգավիճակի ոչ մեղադրյալի կարգավիճակի ձեզ ներառում են դիտարկված հանցագործության մեջ եւ ներառում են դիտարկված 5 հանցագործությունների ձեր խոսքով ասած կարողանան տանել մեջ նախ ռեֆերենդումների ինչ ասել եւ այդպիսի հայտարարություններ Ընդհանրապես ես պիտի ասեմ, որ 44 օրյա պատերազմի հետ կապված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել եմ եւ նաեւ ազգային ժողովի քննիչ հանձնաժողովում ուղիղ եթերում 5 ժամ պատասխանել եմ հարցերին, ինչ վերաբերում է զոհողություններին, այդ բոլոր զոհողությունները մեր աչքի առաջ են։ Հայաստանի Հանրապետությունը անցել է շատ ծանր փորձությունների միջով եւ վերջով մենք հասել ենք ինքնիշխանության եւ պետականության նոր մակարդակի։ Ինչ վերաբերվում է թե լրագրող
Նիկոլ Փաշինյանի ժամանակի արդարությունը սա է, խոսքի ազատությունը սա է, այո, խոսքի ազատությունը դա է, որ դուք այդտեղ կանգնած եւ մյուսները ձեր հարցերը անկաշկանդ տալիս եք եւ ստանում եք ձեր պատասխանները անկախ նրանից ինչքանով եք գոհ այդ պատասխաններից։ Ինչ վերաբերվում է օրինակ ես մի քանի անգամ իմ աչքով եմ տեսել, թե ինչպես եք դուք 1000 ներողություն ՊՊՑ-ի ոտքի տակ ընկնում։ Այդ մարդիկ իրանց ծառայությունն են իրականացնում եւ դուք իմ կարծիքով դիտավորյալ գալիս եք ընկնում եք ՊՊՑ-ի ոտքերի տակ, որ մարդիկ տրորելով ձեր վրայով քայլեն եւ շնորհակալ եմ մեր գործընկերներին, որ ձեր վրայով չեն քայլում, որովհետեւ ձեր նպատակն է իմ կներեք Սիրելի լրագրողներ, ես հասկանում եմ, որ Ես էլ խոսում եմ ձեր մասին, հարցը տվեցիք լռեք մի հատ, հա? Լռեք ասցի, լռեք թե չէ հենց հիմա դուրս կտարվեք ստեղից։ Լռեք հենց հիմա, ասցի լռեք հենց հիմա, լռեք հենց հիմա, լռեք հենց հիմա, լռեք հենց հիմա, ասցի լռեք հենց հիմա։ Մի րոպե սպասեք։ Ես ուրեմն պատասխանատու ասում եմ, որ դուք դիտավորյալ պարկում եք, որպեսզի ՊՊՑ-ի տղաները ձեր վրայով քայլեն։ Ես հարբած աջակիցներ չունեմ։ խնդրում եմ հարգել մեր կարծը։ Ուրեմն ասում եմ, որ դուք դիտավորյալ պարկում եք գետնին, որպեսզի ՊՊՑ աշխատակիցները ձեր Ես գիտեի, ես պարկում էի եւ հայտարարում էի, որ պարկում եմ, դուք էլ համարձակություն ունեցեք, ասեք, որ պարկում եք, որ ՊՊՑ-ի աշխատողները ձեր վրայով քայլեն։ Դուք մի րոպե կներեք, դուք դիտավորյալ իմ աչքի առաջ վերջին անգամ Մասիսում պարկել եք, որ ՊՊՑ-ի աշխատողները ձեր վրայով քայլեն։ Ես Հովանանքում եթե նկատի ունեք, ես որևէ գործողություն չեմ արել, Մասիսում չեմ եղել ցեսել։ Ես տեսել եմ իմ աչքով եւ դա կադրում է դուք դիտավորյալ պարկում եք, որ ՊՊՑ աշխատողները Հիմա այդ կադրը թող ձեզ ցույց տան, ապացուցեք, որ ես դիտավորյալ Դա որևէ ՊՊՑ աշխատակցի Շատ լավ, ես ձեր հարցի սա էլ խոսքի ազատությունն է։ Ձեր աջակիցները, ասում եմ, հարբած աջակիցները Ես հարբած աջակիցներ չունեմ։ Իմ բոլոր աջակիցները սթափ են։ Շատ լավ։ Տեսանյութերը նայեք, կտեսնեք, որ ունենք։ Որում են Նիկոլ Փաշինյան վարչապետ ու հարված։ Անի ջան, ավարտեցիք, շնորհակալություն։ Թույլ տաք մեզ գործընկերները հարցնեն։ Շնորհակալություն։ Պարոն վարչապետ, իմ հարցը վերաբերում է առողջության ապահովագրությանը, ըստ որոշ դիտարկումների այն աննախադեպ հոսքը բուժառուների, որ կա դեպի պոլիկլինիկաներ եւ հիվանդանոցներ, նաեւ պայմանավորված է նրանով, որ շատերին թվում է, թե ընտրություններից հետո հնարավոր են որոշ փոփոխություններ, նաեւ սահմանափակումներ, հաշվի առնելով այն, որ այս հոսքը անակնկալ էր նաեւ նախարարության համար եւ կառավարությունն էլ կարծես թե հավելյալ ֆինանսական միջոցներ հատկացնելու որոշում է կայացել։ Արդյոք այդ մտավախությունը կա ընտրություններից հետո ինչ-որ բան կփոխվի այս համակարգում, թե ոչ։ Այդ որտեղից է տեղեկությունը, որ ինչ որ բան կառավարության պլանավորածից դուրս է։ Ընդհակառակը ամեն ինչ գնում է կառավարության պլանավորածի համաձայն, եւ եթե դուք տեղյակ եք, այսօր էլ մենք որոշում ընդունեցինք, որ 2027 թվականից նոր խմբեր են ներառվելու առողջապահության ապահովագրության համակարգ եւ այդպես մինչեւ եւ մենք մեր նախընտրական ծրագրում ներառել ենք Հայաստանի ամբողջ բնակչության առողջության ապահովագրության համակարգ ներառելու մասին դրույթը եւ առողջության ապահովագրության համակարգը բնականon գործում է եւ շարունակելու է գործել։ Ընտրություններից առաջ էլ հետո էլ մանավանդ որ դա ընտրությունների հետ որևէ կապ չունի։ Հաջորդ հարցը Փայլակ Վարազյան։ Շնորհակալություն, պարոն Փաշինյան, այնուամենայնիվ ես կուզենայի, որ դուք անդրադառնայիք Սուրբ եկեղեցում տեղի ունեցած միջադեպին, ինչ է կատարվել, որովհետև փաստաբանը հրապարակել էր մի տեսանյութ, որտեղ երևում է, որ ձեր անվտանգության աշխատակիցը հարվածում է 18-ամյա երիտասարդին։ Վստահաբար տեսել եք այն արձագանքները հասարակական, որոնք տեղի են ունեցել այդ օրերին եւ դրանից հետո տեղի ունեցող զարգացումներին, ինչպիսին է ձեր անմիջական արձագանքը տեղի ունեցածին, եւ եթե ես կրկնեմ, որ չեմ արտարացնում որևէ տեսակի բռնություն, բայց եթե 18-ամյա երիտասարդը կալանավորված է, ինչու նրան հարվածած ՊՊՑ աշխատակիցը
այս դեպքում ծեր անվտանգության աշխատողը կանոնավորված չի։ Հարգելի գործընկերներ, գիտեք շատ տարօրինակ հարց եք տալիս։ Դա ես նախ չեմ տեսել ինչա տեղ ունեցել, բայց ուզում եմ ասել, որ երբ որ պետական պահպանության ծառայության ծառայողը տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ է սպառնում, ինքը կարող է ուժ գործադրել, ինքը կարող է հարվածել, ինքը կարող է ուժ գործադրել, Աստված չանի սուր իրավիճակներում կարող է զենք գործադրել, այսինքն ձեզ համար պետական պահպանության ծառայության աշխատողը ինչ է ամենայն հարգանքով բոլոր մասնագիտությունների նկատմամբ։ Բայց պետական պահպանության ծառայության աշխատողը նրա համար է, որ երբ որ կա իրավիճակ ուժ գործադրի, ինքը բոլոր լիազորությունները ունի։ Իրավիճակը սրվի անհրաժեշտության պարագայում կարող է զենք գործադրի։ Դա ձեզ համար նորություն է, բայց հետո երբ որ այդ աշխատանքը չանի, այդ պետական պահպանության ծառայողի աշխատողի դեմ է քրեական գործ հարուցվելու, ինքը կարող հայտնվի բանտում իր ծառայական պարտականությունները չկատարելու համար։ Եվ երբ որ որևէ մեկը գործողություն է անում, ինքը բեջ չունի, որ ինքը 18 տարեկան է կամ առողջական խնդիրներ ունի կամ չգիտեմ այլ կարգի խնդիրներ ունի, եւ ծառայությունը պետք է իրականացնի իր գործառույթները։ Եթե այդպես չլինի, այդ ծառայությունը անիմաստ կլինի, եւ երկրորդը ես չեմ հանդուրժի, որ Հայաստանի Հանրապետության որևէ ծառայություն իր պարտքը, իր ծառայությունը չկատարի։ Բացառված բան է, կլինի ոստիկանություն, կլինի պետական պահպանության ծառայություն, կլինի բանակ, կլինի ազգային անվտանգության ծառայություն։ Բայց ինչ պետք է անել։ Այսինքն պետք է հրավիրեր սրճարան սուրճ խմելու։ Շնորհակալություն, հաջորդ հարցը։ Այսինքն ես ինչքան հասկանում եմ, այնց է հարվածել, որ տենց նույնիսկ մարմնական վնասվածքներ բան չեն ստացել։ Բայց ինքը լիազորություն կարող էր ցանկացած մարմնական վնասված ստանալ։ Բայց իր ծառայության իմաստն այն է, որ երբ որ կա հարձակում կամ հարձակման վտանգ, ինքը գործի։ Եվ ինքը պետք է դա իմ աշխատանքը չի գնահատել, պետական պահպանության ծառայության աշխատանքը, դա ընդհանրապես իմ աշխատանքը չի գնահատել հարձակումը, հարձակում չի, պետքա գործել, պետքա չգործել, պետքա կրակել, պետքա չկրակել, պետքա վնասազերծել, պետքա դա իմ աշխատանքը չի։ Այդ ամբողջ ծառայության իմաստը եւ նպատակը եւ բովանդակությունը իրադրությունը գնահատել եւ իսկ իրադրություն գործելն է։ Հաջորդ հարցը շահագործակերություն։ Պարոն վարչապետ, Ռուսաստանը երեկվանից բենզինի արտահանման սահմանափակում է մտցրել, սա սպառնում է մեզ Հայաստանը։ Կներեք, կուկուն որ որոշել էր, ասվել էր բարև ռոպ ու անցել էր մարդիկ։ Հետո տարել էին զուգարանում սպանել էին, տարբերություն չեք տեսնում, հա։ Հարցս նորից կրկնեմ, Ռուսաստանը երեկվանից սահմանափակում է մտցրել բենզինի արտահանման մասով, սա Հայաստանին սպառնում է, չէ՞ որ մենք նաև ԵԱՏՄ անդամ ենք, եւ եթե այո, գների բարձրացում կամ մատակարարման խնդիրներ լինելու են։ Եվ երկրորդ հարցը, պարոն Փաշինյան, երեք Մոսկվայում քննարկում եղել է հայկական երկաթուղու կոնսերցիոն կառավարման մասով եւ ինչ մանրամասներ կհայտնեք, շնորհակալություն։ Գիտեք, նավթամթերքի շուկայում տեսնում եք ինչա կատարվում եւ Հայաստանն էլ գլոբալ նավթամթերքի շուկայի մասը լավ լուրն է, որ մենք վերջին ամիսների ընթացքում ըստ էության վերացրել ենք մենաշնորհները, որոնք լրացուցիչ գնագոյացում էին առաջացնում Հայաստանի Հանրապետությունում եւ նաեւ այլընտրանքային շուկաներ ենք ներմուծման ստացել եւ կարծում եմ, որ շատ թեքիչ Հայաստանի շուկան պատրաստ է այդ իրադարձությանը։ Ինչ վերաբերվում է երկաթուղու հետ կապված, այո, մանրամասն քննարկվել է եւ մանրամասն զրույց ենք ունեցել, մեր դիրքորոշումները եւ տեսակետները ներկայացրել ենք, լսել ենք ռուսաստանցի գործընկերների դիրքորոշումները եւ տեսակետները եւ պայմանավորվել ենք քննարկումները շարունակել։ Քննարկումների իմաստը հետեւյալն է։ Մեր խնդիրը ընդհանրապես ձևակերպված է մի նախադասության մեջ, որ Հայաստանի Հանրապետությունը այս պայմաններում իր մրցակցային պոտենցիալ առավելությունները կորցնում է։ Մեր խնդիրն է, որ Հայաստանը իր մրցակցային պոտենցիալը ամբողջությամբ իրացնելու հնարավորություն ստանա։ Մենք Ռուսաստանի
հետ կապված ոչ միայն խնդիր չունենք, այլև ընդհակառակը մենք բարձր ենք գնահատում մեր բարեկամական հարաբերությունները եւ որևէ կերպ նախկինում հենց այս ամբիոնից ասելու հնարավորություն ունեցել եմ, չենք ուզում վնաս հասցնել Ռուսաստանի շահերին, բայց մյուս կողմից այս իրադրությունը մեր մրցակցային առավելությունները օգտագործելու հնարավորություն չի տալիս եւ մենք իրար հետ պետք է մտածենք ինչ լուծում ենք գտնել։ Ես գիտեք կոնկրետ այդ որոշումից անկեղծ ասած շատ մանրամասն տեղյակ չեմ, դրա համար շատ չեմ մեկնաբանի, որպեսզի սխալ ելակետի վրա հիմնված եզրակացություն չանեմ։ Ամեն դեպս այս պահի դրությամբ ինչ չի զեկուցվել, որ այդ ձեր ասած մասով մենք ինչ որ խնդիր ունենք։ Պարոն Փաշինյան, վերջին շրջանում ձեր հրապարակած տեսանյութերում դուք Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անվանում եք օլիգարխ։ Սակայն 2018-ի իշխանափոխությունից հետո, որի ժամանակ իդեպ Գագիկ Ծառուկյանը աջակցել է ձեզ, դուք Գագիկ Ծառուկյանին օլիգարխ չէիք համարում, այլ նշում էիք, որ նա խոշոր սեփականատեր է։ Ավելին պնդում էիք, որ Հայաստանում օլիգարխներ չկան։ Հիմա եթե ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանը միանա ոչ թե ընդդիմադիր ուժերին, այլ քաղաքացիական պայմանագրին, նորից կդառնա խոշոր սեփականատեր, ինչպես 2018-ից հետո էր իշխանականությունը։ Ես այդ հարցին այս ֆորմատով պատասխանել եմ։ Մենք խոսում ենք Ռուսաստանաբնակ եւ Բելարուսամետ օլիգարխների մասին, ոչ թե Հայաստանի Հանրապետության։ Հայաստանի Հանրապետությունում օլիգարխ չկա։ Բելարուսամետ ասում եմ, եւ Բելարուսիայում օրինակ օլիգարխ է ինքը, մյուսն էլ Ռուսաստանում է օլիգարխ։ Ինչ իսկ Հայաստանում չկա, իհարկե չկա։ Հաջորդ հարցը Ֆիրուզ։ Պարոն Փաշինյան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Իսրայել-Իրան պատերազմի հակամարտության ընթացքը, նաև աշխարհաքաղաքական վերջին վերադասավորումները ու Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը ինչ ազդեցություն կարող են ունենալ թրիփի ծրագրի իրականացման վրա, ինչ զարգացումների պետք է սպասենք։ Այնտեղ իրադրությունները դեռ զարգանում են, եւ մենք հույս ունենք, որ րոպե առաջ, օր առաջ խաղաղություն կհաստատվի եւ մենք շահագրգռված ենք րոպե առաջ, օր առաջ թրիփ ծրագիրը կյանքի կոչելը։ Պարոն վարչապետ, խոսեցիք երկաթուղու մասին, ասացիք մանրամասն քննարկվել է, դուք այո նախկինում էլ ասել եք, որ ինչ որ սուր խոսակցությունների այդ առումով ռուսական կողմի հետ չեք նախատեսում ունենալ, հիմա երբ որ ասում եք ինչ որ լուծում այդուհանդերձ փորձելու եք գտնել, այդ լուծումը կարող է լինել ամեն դեպքում պայմանագրի խզումը միակողմանի, այսինքն եթե ինչ որ պահի արձանագրեք, որ չի ստացվում այդ համաձայնությունը, Հայաստանը հնարավոր է խզի պայմանագիրը միակողմանի, այսինքն այս սցենարը դիտարկում եք եւ բանակցություններից հետո եղավ Օվերչուկի հայտարարությունները երկաթուղու մասով, ըստ էության քննարկումները շարունակում եք, թե երեք այդ մասով համաձայնության չհասակ, տապալվեց բանակցությունները։ Ոչ մի բան չի տապալվել, մենք շարունակում ենք քննարկումները, ինչ վերաբերում է պայմանագրի խզման, այդ լծակը Հայաստանի Հանրապետությունը ունի, բայց մենք չենք պլանավորում եւ չենք ուզում գնալ այդպիսի ճանապարհով։ Ասեցի քննարկումների արդյունքում լուծումը։ Անհամաձայնությունների ստայգած համար իրենց հիմնավորումները հասկանալի է, ինչու չեն համաձայնվում։ Քանի դեռ քննարկումները շարունակվում են, ես համաձայնության կամ անհամաձայնության մասին խոսելու պատեհություն չեմ տեսնում։ Նախ լրագրողների հարաբերությունները գնալով ավելի սրվում ու լարվածությունը խորանում է, դուք նախորդ անգամ մեզ եք հորդորում, որ տենց փոխենք ոչը բան, բայց հիմա դուք եք ավելի այդպես ագրեսիվ եւ հարձակողական, ինչը շատ են քննադատում, ես իմ կողմից ձեզ հորդորում եմ վերանայեք ձեր մոտեցումները, անկախ մեր տված հարցերից ձեզ դուր են գալիս թե ոչ, ի վերջո մենք ենք ձեզ լուսաբանում, հատկապես ընդդիմադիր լրատվամիջոցներ եւ նաեւ մեր հարցերի շնորհիվ որ դուք հնարավորություն եք ունենում դրսևորվելու, արտահայտվելու, ինչ ուզում եք ասեք։ Մի խոսքով Ռուսաստան այցի հետ կապված մի հարց ունեմ, որ վաղուց էի պլանավորել տալ։ Դուք այստեղ, դուք եւ ձեր թիմակիցները այստեղ
ամբիոնից հայտարարում եք, որ Ռուսաստանը ուզում է Հայաստանը դարձնի գուբերնիա, Ռուսաստանը սպառում է Հայաստանի անկախությանը ու հետաքրքիր է այստեղ եթե երբանից է սպառում վերջին 8 տարին, երբ որ դուք եք իշխանության, թե նախորդ 30 տարին, եթե նախորդ 30 տարին է, ապա ապրեն նախկինները, որ թույլ չեն տվել, որ անկախ են պահել Հայաստանը։ Եթե հիմա է, ապա ինչու է սպառնում։ Եթե իսկապես այդպիսի տվյալներ ունեք, ձեր արտաքին հետախուզությունը այդպիսի տվյալներ ունի, որ Ռուսաստանը ուզում է Հայաստանը դարձնել գուբերնիա, կամ չգիտեմ, Չեչնիայի, Կաբարդինո-Բալկարիայի նման ինչ-որ մի մարզ, ապա ասել եք դա երեք Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին, որ հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, ինչու ես աչք դրել մեր սուվերեն տարածքի վրա, ինչու ես ուզում դարձնել գուբերնիա, որտեվ այստեղ մի բան եք խոսում, այլ ռետրոաբանությամբ դուք գնում եք Ռուսաստան, դրի բալ շատ ջերմ, բարի ժպիտով հայ-ռուսական հարաբերություններից եք խոսում։ Կարծում եմ պետք է ազնվություն մտցնել այստեղ եւ այստեղի խոսույթը, նաեւ ձեր թիմակիցների ու այնտեղի խոսույթը, որ համապատասխանեն եւ հասկանանք Ռուսաստանը մեզ թշնամի է, բարեկամ է, սպառնում է մեր անկախությանը, չի սպառնում, ո՞նց է սպառնում, եթե սպառնում է, զենքը վերցնենք, գնանք կռվենք, չկռվենք, չգիտեմ ինչ անենք։ Մեկ էլ մի կեսկատակ մի քիչ թույլատնելով լարվածություն, էլի։ Կեսկատակ կեսուր մի առաջարկ ունեմ ձեզ, բայց անկարծ խնդրում եմ ընտրակաշառք չդիտարկեք։ Ես էլ երկար մտածեցի ձեր առաջարկի մասին, որ ես գնալ եմ ձեզ ձայն տամ ԿՊ-ին ընտրություններին։ Տեսեք, ես համաձայն եմ ձեզ ձայն տալ, բայց մի պայմանով, դες ժպիտ եկավ, բայց մի պայմանով, դուք պետք է ինձ տուն տակ այն շենքում ցանկալի, որտեղ որ դուք եք ոնց որ բնակարան առել, որտեղ եթե անկեղծ եմ ասում, եթե տանը ինձ իմանան, որ ես ձեզ ձայն եմ տվել, ինձ ուղղակի տուն չեն թողնի։ Իսկ ես տուն չունեմ սեփական, իմ անունով չի, դուրսնել չեմ մնալու։ Ձեր թիմակիցների նման էլ չեմ հացրել մի քանի տուն հետքցեմ նորակառույցներում, եթե ձեր բնական տուն կտակ, կարելի է մտածել այդ ուղղությամբ, համել եթե իշխանության չլինեք, իր հետ կշփվենք, նարդիկ խաղանք, կհիշենք նախկիներին, ես իմ նախկիներին, դուք ձեր, մենք բոլորի նախկիներին, կբողոքենք իրենցից, մեկը չենք սիրում։ Իրենց շնորհակալություն։ Ես կարծում եմ, որ մարդիկ իրենց տունը պետք է վաստակեն իրենց աշխատանքի շնորհիվ, եթե սոցիալական որոշակի խմբերի չեն պատկանում եւ սոցիալական այն ծրագրերը, որ կառավարությունը ընդունել է, այդ ծրագրերի շահառու չեն։ Ինչ վերաբերվում է Ռուսաստանի Դաշնությանը, ամենատարբեր տեսակետներ կան։ Ես իմ տեսակետները միշտ հրապարակային թափանցիկ արտահայտել եմ եւ իմ գնահատականները տվել եմ պաշտոնական եւ ոչ պաշտոնական հանդիպումներում, մարդկանց հետ շփումներում եւ ավելացնելու բան չունեմ։ Ես Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների գնահատականը տվել եմ, այդ թվում 3 Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ իմ ունեցած հանդիպման ընթացքում։ Ես այն ինչ որ հայտարարել եմ, դրան ավելացնելու ոչինչ չունեմ։ Ես ձեր հարցին շատ հստակ այն ինչ որ հայտարարել եմ, դրան ավելացնելու ոչինչ չունեմ եւ ասում եմ, որ կան այլ տեսակետներ էլ եւ Հայաստանում կա տեսակետների բազմազանություն։ Այդ թվում մեր թիմակիցների շրջանում կան տարբեր տեսակետներ։ Շնորհակալություն, հաջորդ հարցը։ Պարոն Փաշինյան 18-ամյա Դավիթին կալանավորեց ձեզ դատապարտած դատավոր մնացական Մարտիրոսյանը եւ դուք այն տարիներ առաջ երբ ձեզ էր կալանավորել Մարտիրոսյանը նրան անվանել եք տխրահռչակ դատավոր եւ ասել եք, որ այնտեղ ոչ թե դատավորն է նստած, այլ Սերժ Սարգսյանն է։ Շարունակում է դատավորը ձեզ համար նման տխրահռչակի համբավ ունենալ թե ոչ, եւ 3 դուք եք այնտեղ նստած, թե մնացական Մարտիրոսյանն էր ուղակի նստած, եւ 2019-ին դուք հայտարարել եք, որ կոպիտ խախտումներ արած դատավորները պետք է հեռացվեն, իսկ մնացական Մարտիրոսյանը, երբ նայում ենք անցյալը, իր որոշումները, դատավճիռները հենց դրանով էլ հայտնի է լինում։ Խնդրում եմ ձեր կարծիքը հայտնեք այս ամենի վերաբերյալ եւ մեկ հարց Զատիկի տոնին որ եկեղեցի եք գնալու եւ ինչու այլևս նախապես չեք հայտարարում, որ եկեղեցի եք գնալու, որպեսզի ձեզ չընդունող մարդիկ չգան, հետո չկալանավորվեն, ձեր թիկնապահների կողմից չքաշքշվեն։ Ես 3 նստած եմ եղել օթանավում, հյուրանոցում, Կրեմլում, ավտոմեքենայի մեջ, ուրիշ տեղ նստած չեմ եղել։ Ինչ վերաբերվում է եկեղեցուն, ես շուտ եմ հայտարարել, որ չեմ հայտարարելու նախապես, ամենայն դեպս հիմնականում։ Իսկ եթե հայտարարելու առիթ կլինի, առաջիկա ճրագալույցի եւ Զատիկի, Սուրբ Զատիկի հետ կապված եթե առիթ կլինի, նպատակահարմար կգտնեմ կհայտարարեմ։
Այլ մեկնաբանություն չունեմ։ Այլ մեկնաբանություն չունեմ։ Դատական համակարգով զբաղվող ինստիտուտներ կան, թող զբաղվեն։ Այլ մեկնաբանություն չունեմ։ Պարոն Փաշինյան, դուք պահքի մեջ եք, ներողություն որ հարցնում եմ, պահում եք, գիտեք, որ ավագ շաբաթն է եւ քրիստոնեական օրացույցում ավագ շաբաթը առանձնահատուկ նշանակություն ունի։ Քրիստոսը ներեց մարդկանց, Հիսուս Քրիստոսը ներեց մարդկանց, մենք էլ պետք է ներենք մեր մերձավորներին, դուք երևի թե ինձնից լավ գիտեք։ Հնարավոր է, որ դուք ներեք 18-ամյա երիտասարդին, որը հուզական ֆոնի վրա ինչ-որ քայլ էր արել եւ նախաքննական մարմինը այնուամենայնիվ չի կարողացել հիմնավորել, որ դա կազմակերպված սադրանք է եղել ձեր նկատմամբ որևէ քաղաքական ուժի կողմից։ Ձեր թիմակիցները, մասնավորապես Վեդու համայնքապետը հրճվանքով արձանագրում է, որ այդ երիտասարդն իր վերջին զանգը անցկացնելու է ճաղերի հետևում։ Դուք լինելով քրիստոնյա մարդ, ով սիրում է եկեղեցին, գնում է եկեղեցի, այդ օրը գնացել էր եկեղեցի, որպեսզի աղոթեր եւ ըստ էության հաղորդություն ստանար։ Հնարավոր է, որ պահքի այս շրջանում դուք ներեք այդ երիտասարդին։ Շնորհակալ եմ։ Կարծում եմ դուք թյուրիմացության մեջ եք, որովհետև ես որևէ մեկին որևէ բանում չեմ մեղադրել, որ հիմա էլ ներեմ։ Ես որևէ մեկին որևէ բանում չեմ մեղադրել։ Ես ինչ կապ ունեմ այդ ամեն ինչի։ Ասենք ես ում եմ։ Արգելից ես որևէ մեկին որևէ բանում չեմ մեղադրել ու չեմ մեղադրում, որ հիմա էլ ներեմ։ Թեման շարունակելով ընդհանրապես մի հստակեցում։ Այդ միջադեպի հետ կապված ամենաուշագրավ հատվածն այն էր, որ դուք գիտեիք, որ տոն է, մարդիկ եկեղեցում լիքն են, եւ դուք ինչու փորձեցիք մարդկանց միջով ջեղքելով անցնել հասնել խորան։ Երբ որ ուշացած են գալիս եկեղեցի, սովորաբար վերջում են կանգնում, աղոթում են։ Ինչն էր պատճառը խորան մոտենալու, եւ երբ որ ձեր թիմակիցները ասում են սադրանք, հիմա սադրանքը ո՞րն է, որ դուք դիտմամբ եք գնացել, որ սադրանք լինի, չեմ հասկանում, երբ որ դա անվանում են սադրանք։ Այս հստակեցումը արեք, ինչու ճեղքեցիք անցակ։ Երկրորդ, դուք Ռուսաստանում խոսում եք, որ Հայաստանը դեմոկրատական երկիր է, բայց օրինակ քաղաքական ուժերից մեկը միասնության թեմվերը ահազանգում է, որ նրանց տարածք չեն տալիս մեծամորում եւ իրենց կամավորների հետ կապված ճնշումներ են գործադրում։ Հիմա եթե դեմոկրատիա է, սա ինչի մասին է խոսում։ Եվ նաեւ մի հստակեցում, դուք Պուտին-Փաշինյան զրույցը, երբ որ մենք տեսնում ենք, բավականին ոչ դիվանագիտական էր, բավականին բաց էր խոսակցությունը, բայց դրանից ավելի բաց էր փոխվարչապետի հայտարարությունները դրան հետևած։ Բավականին սպառնալիք էր նաև Հայաստանի ներկայացված երկաթուղու հետ կապված, ասում է, եթե դուք կոնսենսիոն կառավարումը վերցնելու մասին եք խոսում, մեզ ինչու եք հրավիրում օրինակ այդ երկու հատվածները վերանորոգելու համար։ Թրիփի հետ կապված նրանք ասում են, ինչպես է ստացվում թրիփը, եթե խնդիրներ է ստեղծում, բեռներ չեն կարող ռուսական չինականացնել, այդ դեպքում մեր տնտեսական շահը որտեղ է, եւ այսպես շարունակ։ Այդ խոսակցությունը արդյոք այդ աշճանի կոշտությամբ է անցել եւ արդյոք այս հարցերի հետ կապված իսկապես որևէ համաձայնության չեն եկել կամ այս օվերչուկե հայտարարությունները հանդիպումից հետո ինչի մասին են խոսում։ Ես այդ հայտարարությունների մեջ ոչ մի սպառնալիք չեմ տեսնում եւ մեր ասածների մեջ էլ ոչ մի սպառնալիք չկա։ Դա նորմալ աշխատանքային գործընթաց է, որտեղ կողմերը ներկայացնում են իրենց դիրքորոշումները։ Ես էլ եմ ասում, այդ համարվում եմ շատ հաջողված, որտեղ բոլոր ուղղություններով մենք ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություններ եւ մեր երկկողմ հարաբերությունների զարգացման հերթական փուլն է, որը բնականon զարգանում է։ Ինչ վերաբերում է եկեղեցուն, ես երբ որ այդ ամենը ուղիղ եթերում ա եղել, ես երբ որ հասել եմ եկեղեցի, մուտքի մոտ հերթ եմ կանգնել, մարդիկ դուրս էին գալիս մի մասը մտնում էին, սպասել եմ դուրս եկողները դուրս են եկել, ես ներս եմ մտել, այսինքն դա ոչ մի, այսինքն անընդհատ մարդիկ դուրս էին գալիս եւ ներս էին մտնում։ Այն մարդիկ որ ես գնացել եմ ինձնից առաջ կանգնած էին, իրանք ներս մտան, եկավ ներս մտնելու իմ հերթը, ես էլ ներս մտա, այսինքն ինչու պիտի եկեղեցի ներս չմտնեմ։ Դա իսկ կներեք ինչու պիտի խորան չգնամ։ Այսինքն այդ որտեղ է ասված, որ ես պետքա խորան չգնամ։
Կներեք, բայց դուք այնտեղ եք եղել, տասնյակ մարդիկ դուրս էին գալիս, տասնյակ մարդիկ ներս էին մտնում։ Այսինքն, եթե դրսից դուրս եկող չլիներ, ներս գնացող էլ չեն լինի։ Տասնյակ մարդիկ դուրս էին գալիս, տասնյակ մարդիկ ներս են մտնում։ Այսինքն, ու առաջի անգամ չի, որ պատարագ կամ ծաղկազարդ է տեղի ունենում, այսինքն բոլորս էլ գնացել ենք տասնյակ անգամներով եւ այդ process-ը մարդկանց անդադ խոսք կա, ինչու՞մ է խնդրեմ։ Ինչ վերաբերվում է տարածք տալուն կամ չտալուն, ես ինչ կապ ունեմ որևէ մեկի սեփականություն տարածք։ Մեր կուսակցությունն էլ է բողոքում եւ ուրիշ կուսակցություններ են բողոքում, որ անշարժ գույք վարձակալության գները բարձրացել են եւ նաեւ դժվար է տարածք գտնել։ Բայց ինչ անեմ։ Գիտեք, ես հասկանում եք, ես հարցը չեմ հասկանում։ Իշխանություն ես որևէ մեկին չեմ ճնշում։ Բայց ես գիտեմ, որ մեր կուսակցությունն էլ է բողոքում, որ տարածքների հետ կապված խնդիր կա, որտեղ գները բարձրացել են եւ շատ փող ունեցող մարդիկ են մասնակցում եւ մասնակցում են, մեծ փողեր են դնում, դրա արդյունքում շուկայում պահանջարկը մեծանում է, գներն էլ թանկանում են։ Այդ նույն խնդրեմ մենք ունենք։ Շնորհակալություն եւ վերջին հարցը Հանրայր Վարդան։ Պարոն վարչապետ, նախորդին Պուտինի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ նաև ՀԱՊԿ-ի թեմային, դուք նշեցիք Հայաստանի ակնկալիքը 22 թվականին կոնկրետ իրավիճակում ՀԱՊԿ-ը չկատարելով իր պարտավորությունները չմիջամտեց։ Ռուսաստանի Դաշնության նախագահն էլ իր հերթին պարզաբանեց, որ 22 թվականին թե ինչ էր սխալ միջամտությունը, հետաքրքիր է սրանից դուրս այս թեմայով քննարկում եղել է թե ոչ, խնդրեմ ձեր մեկնաբանությունը ռուսական կողմի արձագանքին եւ արդյոք Հայաստանի մոտ կա փոփոխություն այս պահի մոտեցման մեջ ՀԱՊԿ-ին անդամակցելու կամ ՀԱՊԿ-ից դուրս գալու առումով։ Գիտեք, իհարկե մենք իմիջիայլոց ասեմ, այս թեման առաջի անգամ չի, որ մենք քննարկում ենք, նախկինում էլ ենք քննարկել, բայց ընդհանուր առմամբ իմ դիրքորոշումն է նա, որ շատ լավ, եղել է 21 թիվ, եղել է 22 թիվ, մենք անընդհատ չպետք է այդ կետի վրա մնանք։ Եվ մեր հարաբերությունները մեծ օրակարգ ունի եւ մեծ պոտենցիալ ունի, եւ մենք պետք է առաջ նայենք, որովհետեւ այո, ամեն մեկը ունի իր ճշմարտությունը այդ հարցերի վերաբերյալ։ Եվ մենք անընդհատ այդ նույն կետի վրա սկսենք քննարկել, ծանրութեթևանել եւ այլն։ Իհարկե դրա անհրաժեշտությունը կար, բայց ես կարծում եմ, որ բավարար չափով արդեն ծանրութեթև ենք արել եւ եկել ենք որոշակի եզրակացությունների հարգանքի մթնոլորտում կիսել ենք այդ եզրակացությունները իրար հետ։ Հիմա դա իհարկե շարունակեցինք քննարկումը, բայց իմ եզրակացությունն ու առաջարկներն էր, որ եթե հնարավոր լինի, լավ կլինի, որ մենք բավարար չափով քննարկված համարենք թեման եւ անցնենք մեր օրակարգի մյուս թեմաների քննարկմանը եւ այդպես, այսինքն անդադ հետ նայելու այդ ռեժիմում չլինենք։ ՀԱՊԿ-ի մասով դե ես ասել եմ, որ պոզիտիվ առումով, այսինքն վերադարձի առումով փոփոխությունը ակնկալելը իրատեսական չէ։ Շնորհակալ եմ։